Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Զատիկը, որ հրաշափար հարության տոնն է, հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Հայ եկեղեցին նշում է 50 օր շարունակ մինչև հոգեգալստյան տոն, Պենտեկոստե։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով։ 3 օր անց յուղաբեր կանայք Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն գնացին գերեզման անուշաբույր յուղերով ոցելու Քրիստոսի մարմինը։ Սակայն զարմանքով տեսան, որ քարը հեռացված է, իսկ գերեզմանը թափուր։ Մինչ նրանք տարակուսում էին, 2 հրեշտակ երևացին եւ ասացին. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, նա այստեղ չէ, այլ հարություն առավ»։ Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին եւ Քրիստոս երևաց նրանց։ Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը։ Զատկիտոնին մարդիկ ձու են ներկում, եւ սա էլ իր խորհուրդն ունի։ Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ։ Կարմիր գույնը խաչյալ Հիսուսի կենդանարար արյունն է, որ թափվեց մեր փրկության համար։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Միայն զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակն է աշխարհի, եւ ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը օդին, սպիտակուցը ջրին, իսկ դեղնուցն էլ երկիրն է»։ Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվում, որի ընթացքում պահք պահողները Սուրբ հաղորդություն ստանալով դուրս են գալիս պահքից։ Սուրբ Հարության ավետիսն է Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Եվ այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրիս հոգում եւ տանը, ավետելով նոր մաքուր սկիզբը։ Շնորհավոր Սուրբ Զատիկ, Աստված օրհնի բոլորիս։